Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ եղբայրներ ջան։ Իրոք որ այսօր եղբայրները խոսեցին շատ կարևոր խոսքեր Աստծո խոսքից, որ մենք յուրահատուկ ժողովուրդ ենք, որ մենք պիտի Քրիստոսի անուշոտը տարածողներ լինենք և դրա համար իրոք պետք է սուրբ մնանք, մեզ սուրբ պահենք աշխարհից, չխառնվենք աշխարհի հետ։ Բայց և այնպես մենք շատ կարևոր գործ ունենք այս երկրի վրա անելու։ Մինչև մեր անելիքը, որ պիտի իմանանք որն է, ես ուզում եմ նախ նայենք Քրիստոսը ինչ արեց, Քրիստոսը ինչ արեց մեզ համար։ Եվ որպես օրինակ պիտի կարդամ Ղուկաս ավետարանից 10-րդ գլխից 25 համարից, սա բարի սամարացու առակն է, և մի փոքր նայենք իրար հետ։ Ահա մի օրինական ելավ և նրան փորձելով ասեց. «Վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Եվ նա էլ ասեց նրան. «Օրենքի մեջ ինչ գրված է, ինչպես ես կարդում»։ Պատասխան տվեց նա և ասեց. «Քո Տեր Աստվածը սիրես քո բոլոր սրտով, քո բոլոր անձով և քո բոլոր զորությունով և քո բոլոր մտքով ու քո ընկերը քո անձի պես»։ Ինքը ասեց նրան. «Շիտակ պատասխան տվեցիր, այդ արա ու պիտի ապրես»։ Իսկ օրինականը ուզելով ինքզին արդարացնել ասեց Հիսուսին. «Բայց իմ ընկերս ով է»։ Պատասխան տվեց Հիսուսը և ասեց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով կիջներ և ավազակների ձեռքը ընկավ, որոնք մերկացրեցին նրան ու վիրավորելով կիսամերկ թողեցին և գնացին։ Պատահեց, որ մի քահանա այդ ճամփայով անցնում էր և նրան տեսնելով մի կողմ քաշվեց և անցավ։ Նույնպես մի Ղևտացի էլ նրան տեսնելով, նրան հասնելով գնաց տեսավ և մի կողմ անցավ ու գնաց։ Բայց մի Սամարացի, որ ճամփորդություն էր անում, եկավ նրա մոտ և նրան տեսնելով խղճաց, մոտեցավ, նրա վերքերը փաթաթեց, վրան ձեթ և գինի թափելով ու իր գրաստի վրա դնելով, տարավ նրան պանդոգմը և նրան հոգ տարավ, որովհետև օրը հետևյալ օրը երբ կերներ երկու դահեկան հանեց, պանդոկապետին տվեց և նրան ասեց. «Հոգ տար նրա համար ու ինչ որ ավելի ծախս անես, ետ դառնալուց ես քեզ կվճարեմ»։ Հիմա այն երեքից, որը ընկեր կերևա ավազակների ձեռքը ընկնողին։ Նա էլ ասեց նրան. «Նա որ ողորմություն արավ»։ Այն ժամանակ Հիսուսը ասեց նրան. «Գնա, դու էլ այնպես արա»։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Քրիստոսը մեր օրինակն է, քույրեր և եղբայրներ։ Քրիստոսը ինչ որ անում է և մեզ պատվիրում է, որ մենք հետևենք իր օրինակներին։ Ես ուզում եմ հիմնականում ուշադրություն դարձնենք Սամարացու այս գործողության վրա, որ վիրավոր մարդուն, երբ որ տեսավ, մոտեցավ, նրա վերքերը փաթաթեց, վրան ձեթ ու գինի թափեց ու իր գրաստի վրա դնելով տարավ պանդոկ։ Քույրեր եղբայրներ, այս ձեթը և գինին հենց այնպես չի գրված այստեղ։ Ու երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, մենք տեսնում ենք, որ երկուսն էլ ստացվում են ճզմվելուց, տրորվելուց, ջարդվելուց, և ձեթը և գինին։ Երբ որ մենք կարդում ենք ավետարանը, Հովհաննու ավետարանի մեջ գրված է, որ 15-րդ գլխի մեջ Հիսուսն ասում է ես որդն եմ, այսինքն ինքը խաղողի որդն է։ Եվ Հռոմեացիս թղթի մեջ 11-րդ գլխի մեջ ասում է, որ ես ձիթենին եմ։ Մենք տեսնում ենք, որ այս երկուսն էլ, թե որդը, որդատունկը, թե ձիթենին,
այս երկուսից ստացած բերքից, երբ որ ջարդվում և ճզմվումը, նոր են ժամանակ կարողանում է մարդուն օգուտ տալ։ Երբ որ կարդում ենք Եսայի մարգարեության 53-րդ գլուխը, 10-րդ համարում այսպես ասում, Եսայի մարգարեության 53-րդ գլուխ 10 համար, Տերը հաճեցավ, որ ան ճզմվի և տագնապի հանդիպի, երբ իր անձը մեղքի համար ողջակիզե, անիկա սերունդ պիտի տեսնի, իր օրերը պիտի երկարացնի, ու Տիրոջ կամքը նրա ձեռքով պիտի հաջողվի, փառք մեր Հիսուս Քրիստոսին։ Մենք կարդում ենք և տեսնում, որ Հիսուս Քրիստոսը այս սամարացու օրինակ երբ որ պատմեց, որ այս վիրավորին, երբ որ սամարացին վրան գինի և ձետ լցրեց, սա հենց խորհուրդն էր Քրիստոսի ճզմվելու, Քրիստոսի չարչարվելու, նրա տագնապի հանդիպելու խորհուրդն էր սա, որովհետև այս գինի և ձեթը հենց օգնեցին այս վիրավորին, գինի և ձեթը օգնեցին նրան, և Քրիստոսը աշխարհ եկավ հենց ճզմվելու համար, տագնապի հանդիպելու համար, և գրված է, որ Տերը հաճեցավ, որ նա ճզմվի, և ձիթենին ինք իրանից շատ, ասենք, մենք նայում ենք, որ պտուղներով լի ծառ է, բայց երբ որ այդ ձիթապտուղը ջարդում են և նրանից ստանում ձեթ, այդ ձեթը օգտակար է և այդ ձեթն է, որ մարդուն առողջություն է բերում, որ մարդու օրգանիզմը մաքրում է, այդ ձիթապտղի յուղն է, որ մարդու համար կենսարար է, կենարար է, և Քրիստոսը ինքն էր այդ ձիթենին, և Քրիստոսին այդ ձիթենում պտուղները ճզմեցին, ջարդեցին, և ձեթը երբ որ դուրս եկավ, այդ ձեթը օգուտ տվեց մարդուն, այդ յուղը օգուտ տվեց մարդուն, և որ կարդում ենք, ես ինչի համար ասեցի, որ մենք անելիք ունենք էստեղ, և որ կարդում ենք Հովանու ավետարանի 15-րդ գլուխը, այնտեղ ասում է, որ ես որդն եմ, բայց դուք էլ ճյուղերն եք, դուք էլ ճյուղերն եք, այսինքն Քրիստոսը ներկայացնում է, որ մենք, երբ որ որդի վրա հաստատված ճյուղերն ենք, մենք պիտի պտուղ բերենք, բայց Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այդ պտուղը պիտի ջարդվի, ճզմվի, դառնա գինի, որ այդ գինին օգուտ տա մարդուն։ Եվ մի ուրիշ տեղ ներկայացնում է, որ մենք պատվաստվել ենք ձիթենու վրա, պատվաստվել ենք ձիթենու վրա, և մենք պիտի պտուղ բերենք, բայց այդ պտուղը նորից պիտի ճզմվի, նորից պիտի ջարդվի, որպեսզի ձեթը դուրս գա, և այդ ձեթը օգուտ տա մարդուն, և որ կարդում ենք Առաջին Պետրոս 4-րդ գլուխ առաջի համար այսպես ասում, քանի որ Քրիստոս մեզ համար չարչարվեցավ մարմնով, դուք էլ նույն մտքով զինվեցեք, ինչ է նշանակում սա, Քրիստոսը որպես մեր օրինակը, ինքը չարչարվեց, կարելի ասալ ճզմվեց, տագնապի հանդիպեց և իրանից դուրս եկած այդ արյունը, իրանից դուրս եկած այդ ջուրը
մարդուն բժշկություն և կյանք տվեց։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ Քրիստոսը ինչպես որ չարչարվել է, դուք էլ նույն մտքով զինվեցեք։ Սա ինչ է նշանակում, որ դու էլ, ես էլ պիտի անցնենք այս նույն ճանապարհով, եղբայրները խոսացին, որ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք, բայց մարդը մինչև չճզմվի, մինչև չջարդվի, նրանից այդ սնունդը դուրս չի գա, այդ հոտը դուրս չի գա, քույրեր եղբայրներ։ Եվ այսօր, այո, մենք հատուկ ենք, մենք կանչված ենք հատուկ գործի համար, և որն է մեր գործը, ուզում եմ կարդամ, Երկրորդ Կորինթացիս 4 գլուխ 8 համարից ամեն կողմից վշտացած ենք, բայց նեղը ընկած չենք, տագնապած ենք, բայց հուսահատված չենք, հալածված ենք, բայց երեսի ձգված չենք, վար ձգված ենք, բայց կորսված չենք, ամեն ատեն Հիսուսի մահը մեր մարմինների մեջ կկրենք, որպեսզի Հիսուսի կյանքն ալ մեր մարմինների մեջ հայտնվի։ Վասնզի մենք, որ կենդանի ենք, Հիսուսի համար մահվան կմատնվենք, որպեսզի Հիսուսի կյանքն ալ մեր մահկանացու մարմինների մեջ հայտնվի։ Ուստի մահը մեր մեջ կներգործի և կյանքը ձեր մեջ։ Տեսեք, որն է մեր գործը։ Մեր գործը սա է։ Նախ և առաջ Քրիստոսի կյանքը պիտի հայտնվի մեր մեջ։ Քրիստոսի կյանքը պիտի հայտնվի մեր մեջ։ Եղբայրների խոսքի իմաստը սա էր, որ կյանքը պիտի գա քո մեջ, բայց այդ կյանքը պիտի չամփոփվի քո մեջ, պիտի չվերջանա քո մեջ, դու պիտի տագնապի հանդիպես, դու պիտի վշտանաս, դու պիտի ճզմվես, դու պիտի հալածվես, դու պիտի նեղություն քաշես, որ այդ կյանքը քո մեջից դուրս գա և ներգործի քո դիմացի մեջ։ Այսպես ասում Պողոս առաքյալը, մահը մեր մեջ և կյանքը ձեր մեջ։ Եվ նույն Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլխում այսպես ասկսում, առաջի համար, ուստի մենք էլ գործակից լինելով կաղաչենք, որ Աստծո շնորհքը պարապ տեղը ընդունած չլինեք։ Քրիստոսի հետ գործակից լինելով, Պողոս առաքյալը աղաչում էր, որ նրա շնորհքը պարապ տեղը ընդունած չլինեք։ Գիտեք, այսօր շատ հավատացյալներ նման են այս իրավիճակի։ Ես փրկվեմ, մնացած ինչ ուզում այլ լինեմ։ Ես ապաշխարեմ, մնացածը թող ամեն իրա մասին մտածի։ Բայց Պողոս առաքյալը, եթե այսպես մտածեր, նա հեթանոսների լույս վարդապետ չէր լինի։ Պողոս առաքյալը ինքը հասկացավ, որ Քրիստոսին ընդունելով իմ մեջ, սա դեռ վերջը չի, ես պիտի հանդիպեմ տագնապի, ես պիտի ճզմվեմ, ես պիտի վշտանամ, ես պիտի չարչարվեմ, ես պիտի նեղություն քաշեմ։ Այս նույն բանը Պետրոս առաքյալն էր հասկացել։ Ինչի համար, որտեղ նրանք կարդացել էին Եսայի մարգարեի գիրքը, որ գրված է Տերը հագեցավ, որ անճզմվի և տագնապի հանդիպի, որպեսզի բարի սամարացու օրինակը Հիսուսն ասավ, գնա դու էլ այդպես արա։ Ինչ է նշանակում սա։ Ինչ է նշանակում սա։ Գնա դու էլ ինպես արա, ես պիտի չարչարվեմ, ես պիտի տագնապի հանդիպեմ, ես պիտի մարմինս դնեմ մարդու փրկության համար, դու էլ գնա այդպես արա։ Եվ շարունակության մեջ ինչ ասում Պողոս առաքյալը, վասնզի ընդունելու ժամանակի մեջ լսեցի քեզ, ասում է, և փրկության օրը օգնություն արեցի քեզ։ Ահա հիմա է ընդունելու ժամանակը, ահա հիմա է փրկության օրը,
որևէ մեկին գայթակղություն չենք պատճառում, որպեսզի մեր պաշտոնը չարատավորվի, բայց ամեն բանի մեջ մեր անձը կընծայենք Աստծո սպասավորների պես շատ համբերությունով վշտերի մեջ, տառապանքների, նեղությունների, ծեծերի, բանտերի, խռովությունների, աշխատությունների, հսկումների, ծոմերի մեջ, մաքրությունով, գիտությունով, երկայնամտությունով, քաղցրությունով, սուրբ հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծո զորությունով, արդարության զենքերով, որ աջ կողմեն ու ձախ կողմեն են, փառքով եւ անարգությունով, գովությունով եւ պարսավանքով, մոլորեցնողների պես ու ճշմարիտները, անծանոթների պես եւ ծանոթներ, մեռնողների պես եւ ահա կենդանի ենք, պատժվածների պես ու չենք սպանված, տրտմածների պես ու միշտ ուրախ ենք, աղքատների պես ու շատերին կհարստացնենք, բան չունեցողների պես եւ ամեն բան ստացած ենք, մեր բերանը բացված է, ով կորընթացիկ եւ մեր սիրտը լայնացած։ Տեսեք քուրեր եղբայրներ, իսկական հավատացյալի կյանքը որն է։ Իսկական հավատացյալը ինքը պիտի հաստատվի նա Քրիստոսի վրա։ Եթե մենք ասում ենք, որ մենք Քրիստոսի վրա հաստատված որդի ենք, ճյուղեր ենք եւ պտուղ ենք տալիս, ամեն։ Եթե ասում ենք, որ հաստատված ենք ձիթենու վրա եւ պտուղ ենք տալիս, ամեն, բայց այդ պտուղները պիտի չսնվի, այդ պտուղները պիտի ջարդվի, որ կյանքը դուրս գա դրա մեջից, որ մինչև դու չջարդվես, չճզմվես, տագնապի չհանդիպես եւ այս թվարկած Պողոս առաքյալի այս թվարկած խոսքերը իմ ու քո կյանքի մեջ մենք չիրականացնենք, մենք Քրիստոսի անուշ հոտը չենք կարող տարածել։ Եվ դրա համար քուրեր եղբայրներ, մենք ունենք շատ խնդիրներ թե մեր տների մեջ, թե մեր հարազատների մեջ, թե մեր շրջապատի մեջ, որ մարդիկ չեն կարողանում ախորժել մեզ, բայց մենք գիտենք, որ աշխարհի մարդիկ, նրանք ծեծված, վիրավորված, մեղքերի տակ ծախված մարդիկ են։ Հիմա ով պիտի նրանց օգուտ տա, ով պիտի հասնի նրանց փրկելու համար, եթե ես ու դու մենք պիտի ունենանք գինի եւ յուղ, իսկ այդ գինի եւ յուղը առաջանում է մեր ճզմվելու պատճառով, քուրեր եղբայրներ, մենք ինչի ենք այսպես մեկուսանում, մենք ինչի ենք այսպես ինքներս մեզ ամփոփվում եւ մտածում, որ ես կարևորը փրկվեմ, կարևորը ես փրկվեմ, կարևորը ես պրծնեմ այս աշխարհից, կարևորը ես պրծնեմ այս կյանքից, այս դժոխքային կյանքից այսպես են մտածում մարդիկ, բայց մինչև չտրորվես, չես պրծնի, մինչև չճզմվես, չես պրծնի։ Հիսուսն ասում է, որ ով որ պտուղ է բերում, հայրը մաքրում է նրան, որ ավելի շատ պտուղ բերի։ Իսկ այդ պտուղները հենց այնպես պտուղներ չեն, գիտեք, քուրեր եղբայրներ, այդ պտուղները հենց այնպես պտուղներ չեն, այդ պտուղները նրա համար են։ Դուք գիտեք, մանավանդ մենք հայերս գիտենք, որ խաղողը, երբ որ հասնում է, ինչ են անում, ոտքերով ճզմում են, չէ, որ այդ գինին դուրս գա, այդ հյութը դուրս գա, եւ այդ հյութը առողջարար է մարդու համար, առողջարար է։ Ես չեմ կոչանում, ինչ ճիշտ հասկացեք, որ մարդը գինի խմի, քավլիցի, դա մեղք է։ Ես կոչ եմ անում մարդու կյանքը մինչև չճզմվի, մինչև դու վնաս չքաշես, դու օգուտ չես տա քո կողքին, դու օգուտ չես տա եւ դու բարի սամարացի չես կարա կոչվես։ Մենք միշտ ասում ենք Տեր, եւ որ կարդում ենք այս պատմությունը, նախանձով լցվում ենք Տեր, ես եմ ուզում բարի սամարացի եղնեմ, ես եմ ուզում օգնել, ինչ որ ընկածին ընկեր լինեմ, բայց սիրելի բարեկամ, դու պիտի ճզմվես, դու պիտի տրորվես,
դու պիտի վշտերի հանդիպես, տագնապի հանդիպես, նեղություն պիտի քաշես, սա է քրիստոնյայի կյանքը։ Սա է քրիստոնյայի կյանքը, որտեղ Հիսուսն ասեց, եթե ինձ դալար ճյուղից այսպես արեցին, բայց ձեզ ինչ պիտի անեն, ձեզ ինչ պիտի անեն, նույն ճանապարհը մերն է, նույն ճանապարհը մերն է, եւ դրա համար թող Աստված օգնի, որ եթե քո կյանքի մեջ նեղություն կա, դժվարություն կա, տագնապի ես հանդիպել, ճզմվում ես, ամեն կողմից հալածում են քեզ, նշանակում է դու փառք տուր Աստծուն, քո վրա պտուղ կա, եւ մարդիկ պիտի ճզմեն քեզ, որ այդ պտուղից հյութը դուրս գա, եւ նրանց վերքերին բժշկություն լինի, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Դրա համար թող իր սուրբ անունը փառավորվի։ Մենք պիտի հասկանանք սա, մենք պիտի հասկանանք, որ մենք կանչված ենք, այո, սուրբ ժողովուրդ ենք, ընտրյալ ժողովուրդ ենք, յուրահատուկ ժողովուրդ ենք, բայց ինքներս մեզ ամփոփվելով մենք կորուստ կգնանք, մենք պիտի ճզմվենք, այդ կյանքը պիտի դուրս գա ուրիշների մեջ նայել, եթե քեզանից կյանք դուրս չի գալ ուրիշի մեջ, դու Քրիստոս կյանքի հետ ուրեմն հաղորդ չես, դու Քրիստոս կյանքի հետ հաղորդ չես, նույնն է ես, բայց եթե մարդիկ քեզանից կշտանում են, մարդիկ քեզանից բավականություն են ստանում, մարդիկ քո նեղություն քաշելով օգուտ են ստանում, ուրեմն դու ունես պտուղներ, ուրեմն Աստված օգտագործում է քեզ։ Դրա համար մենք ուզում ենք միշտ այսպես մի հատ աղոթք անենք, Տերը մեզ օգտագործի, չգիտեմ ինչ հրաշքներ, նշաններ։ Տերը քեզ անցակացնում նեղությունների միջոցով, որպեսզի իր անուշ հոտը դուրս գա քեզանից, որ այդ յուղը եւ գինին դուրս գա քեզանից, եւ մարդկանց վերքերի վրա թափվելով մարդիկ բժշկությունը ստանան։ Թող Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի։ Այո, ես մի անգամ եմ հիշեցնում, Քրիստոսը ինքը Աստված լինելով մարդացավ եւ համաձայնվեց ճզմվելու, այդպես գրված է։ Նա համաձայնվեց, նա հոժարվեց եւ Հովանու ավետարանի մեջ գրված է։ Ասում է, ես իշխանություն ունեմ իմ կյանքը դնելու եւ իշխանություն ունեմ այն հետ պահելու։ Բայց մենք տեսնում ենք, որ Հիսուսը իր կյանքը հետ չպահեց, այլ դրեց, մինչև վերջ դրեց, անմնացորդ դրեց, թույլ տվեց, որ անմնացորդ ճզմվի, թույլ տվեց, որ անմնացորդ մարդիկ ճզմեն իրան։ Դրա համար թող իր սուրբ անունը փառավորվի, որ այսօր իրանից ստացած այդ կյանքի արդյունքն ենք մենք, եւ Աստված օգնի, որ մենք էլ այն կյանքը ապրենք, որ մարդիկ մեզանից բժշկությունը ստանան, մարդիկ մեզանից կյանքը ստանան, մահը մեր մեջ ներգործի եւ կյանքը մարդկանց մեջ։ Թող իր սուրբ անունը փառավորվի։ Ես ուզում եմ աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Հալելույա։